Երեկո սիրելի ֆուտբոլասերներ, Աֆելի YouTube-յան ալիքում շարունակում ենք ֆուտբոլային երեկոն, այսօր Աֆելի երկրորդ դիվիզիոնի շրջանակներում միմյանց հետ կմրցեն Բենֆիկայի և Ռեալի ֆուտբոլիստները։ Բենֆիկան պայքարում է առաջին հորիզոնականի համար, հիմա մեկ խաղ պակաս է անցկացրել Պալերմոից, 13 խաղից հետո 31 միավոր ունի, իսկ Մադրիդը ընդհակառակը ընթանում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, 13 խաղից հետո ընդհանրապես վաստակած 4 միավոր, հիմա թիմերի մոտիվացիաները բնականաբար տարբեր են, սակայն երկու թիմերն էլ ստաբար խաղալու են այսօր հաղթելու համար։ Ներկայացնեմ նաև արագ մրցող թիմերի կազմերը, այնուհետև սկսենք հանդիպման դիտումը։ Ռեալը այսպիսի կազմ է դուրս բերել խաղադար, դարպասին Սիրեյանն է, 3 պաշտպաններ, ձախ եզրից Նազարյան, աջ եզրից Եղիազարյան, իսկ կենտրոնում կգործի Հարությունյանը և 4 կիսապաշտպաններ եզրերում Ձախից Արաքելյան, աջից Կարապետյան, կենտրոնում էլ կգործեն Մանուչարյանը և Աբոյանը։ Բենֆիկան հետևել կազմն է այսօր դուրս բերել դաշտ, դարպասին Սարգսյանն է, համար 12, 2 պաշտպաններ Եգանյան և Հարեյան, համար 5 և համար 80 համապատասխանաբար, 4 կիսապաշտպաններ, ձախից Իսրայելյան, համար 10, աջից Ղազարյան, համար 77, կենտրոնում էլ կգործեն Մխիթարյանը, համար 89 և Յավերյանը համար 8, առաջ քաշված հարձակվողներ կլինի Սահակյանը համար 3։ Հանդիպան մրցավարը կլինի Մանուկ Մուրադյանը, խաղն է ձեզ համար, կմեկնաբանի Գևորգ Մկրտչյանը։ Այսքանը պաշտոնական մասի վերաբերյալ, հիմա հեկտարկեց մեզ մոտ հանդիպումը, Բենֆիկան ուծրեց գնդակը պարզ իրավիճակում ու Ռեալը իոցնի անկյունային Իթայլանը Ադրում է գնդակը 3-4 ֆուտբոլիստներ հիմա Ուզանայինում են, բայց փոխանցում է բարձր է ստացվում, բայց Բենֆիկան ևս չի կարողանում հակագիրը կազմակերպել, կորցնում են Ռեալի ֆուտբոլիստները կենտրոնում գնդակը Կրկին հիմա հետ են խլում, բայց պաշտպանվում Հարեյանը գնդակը Տան Հենց այստեղ Կիսա պաշտպան Մաչալուրջ Ղազարյան Որովս կարծես թե Բենֆիկան չի որմալ խաղի տեմպը Հարկային ռոպեներին 1-2 բարձ սխալներ Բենֆիկայի կատարման, բայց շուտով ամեն ինչ հարկավորվի, արկը անհամեմատ Իժեղ թիմ ունի Բենֆիկան ու դիվրա ֆավորիտ է, բայց չկարելի նաև թերագնատ է Ռեալին թիմը նոր է կազմավորվում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում բայց կարծես թե ամեն ինչ կարգավորվում է Ռեալում ու մրցաշրջանի մնացած հատվածը պետք է որ ավելի լավ արդյունքներ են անում Ռեալի ֆուտբոլիստները Հավն էր փոխանցում է, սակայն հայկեցին փոխանցման ճանապարհը Թարյան Բենֆիկայի Պաշտպանն է գնդակով, խաղում է հիմա Սահակյանի հետ, Սահակյանը լուրջ շրջափակման մեջ է ընկել, դեպի ձախ
Անցում իմ ամակրչանի ուղղությամբ, բայց փակում են ռեալի ֆուտբոլիստները, Ղազարյանը թարեց, սակայն գնդակահանում դեպքում ռեալի մոտ կմնա, բայց ես գիծ եմ գտել Հաղթում ու հիմա Բենֆիկան ստանդարտ կիրացնի Հանդիպան առաջին 7 րոպեների ընթացքում Քիչ իմանալ դժվար կլիներ ասել, որ Առաջնության առաջատարը խաղում է հետնապայի հետ, դեռևս վատ տպավորություն չի թողնում Ռեալը Խիթարյան, սակայն իհարկե այսպես կարող է չգրոհել, ոչինչ չանել ու խնդրեմ Մեկ պա ու կարող էր հիմա Բենֆիկան առաջ անցնել հաշվի մեջ Ովքեր հետևում են Բենֆիկայի խաղին գիտեն որ Խիթարյանը փայլում փոխանցումների հետ իրապետում, այդ փոխանցումը հիմա 2-3 ֆուտբոլիստի կտրեց դեպի ձախ, Մկրտչյան Անտոնովը շարունակվում գրոհը, Յավրյան, գրքին Մկրտչյան Շրջանցում է մեկին, բայց խախտում Շարունակում են ռեալի ֆուտբոլիստները մնալ գնդակով դեպի ձախ կարող է հիմա վտանգավոր լինել, բայց Արեանը բարձրակարգ պաշտպանին վայել հիմա Շոզոքացնում է սպառնալիքը Ես մեկ գրոյի փորձ բարձրից փոխանցում, հիմա անցնում է գնդակը, բայց հարվածի պահը կորցրեցին ռեալի ֆուտբոլիստները, Մկրտչյան Խեզրով Մկրտչյանը ուզում է առաջ, դեպի Մխիթարյանը, Մխիթարյան Շրջանցում է մեկին, Մխիթարյան, բայց ռեալի պաշտպանը կարողանում է Շոզոքացնել Մխիթարյանի առաջ խաղացումը, սակայն Մկրտչյանը կրկին խլում է գնդակը ու գնդակով կլինի Բենֆիկայի ֆուտբոլիստները, Մկրտչյան, Յավրյան, դեպի ձախ Եգանյանը հիմա Սահակյանի հետ է խաղում Յավրյան, արված ու հիմա պաշտպանն է իր վրա վերցնում այս արվածը Հնգավոր էր, բայց այստեղ էլ ռեալը Վեց, Ղազարյան Որովս պաղթվով են դուրս գալիս Վերջին րոպեներին, իհարկե Բենֆիկան ավելացրեց, առաջին 6-7 րոպեների ընթացքում ինչ-որ անհարմարություն են զգում դեռևս Բերմար խաղի տեմպը, բայց արդեն վերջին 2-3 րոպեներին Թե գնդակին են տիրում, թե խաղային առավելությունը Լիովին անցել է Բենֆիկայի կողմ Չէ, սպասելի էր Ղազարյան Մկրտչյանի հետ Հարագանում է Մկրտչյանը, բայց Անցումը դեպի Յավրյանը փակում են Կատարվելակ, Մխիթարյան, բայց Մխիթարյանի հարվածը ևս
Ակում են Ղազարյան, երկրորդ տեմպով, բայց այստեղ պաշտպան ազդուրաց է գործում, Մկրտչյան Դարպասապա երկրորդ գործից որսում է գնդակը, ձեղն հետում առաջ ու այստեղ Արեանը դրության տերն է Նին արվածի փորձ պակում են պաշտպանները Կրճան դեպի ձախ Վրյան հասնում է Սահակյանին գնդակը Սահակյան, բայց երեք ֆուտբոլիստների սկողության տակ էր հայտնվել Սահակյանը անկյունային կլինի միայն Յովրյան Կենտրոն կա արված եվս մեկ արված ու գնդակ է դարպասում է Գնդակ է դարպասում է 1-0 Սահակյանը բացում է խաղի հաշիվը Առաջին արվածից հետո կարողացավ դարպասապա փրկել, սակայն հորա ասաց Սահակյանը ավելացրեց ու բացեց հաշիվը Խտարյան Կրճանի հետ է խաղում Ստանում պատասխան փոխանցում է դեպի ձախ Սահակյան Մկրտչյան, բայց Կրճանի պատասխան փոխանցումը փակում է Հավեկցյան դեպի Մարտիրոսյանը Ժեղ հարված առաջ, բայց այստեղ պաշտպաններն են դրության տերը Հալվեց Մխիթարյանը, բայց այդպիսին չկարողացան ակտվել սխալից, իսկ այստեղ ստանդարտ, որը միշտ կարող է վտանգավոր լինել անկախ թե որ թիմն այն իրացնում Սահակյանը 3 հոգանոց պատ է կազմել ու հարվածը հենց պատնելի վրա վերցնում է Նազարյանը նետում է եզրից, Մարտիրոսյան, բայց կորցնում է գալի ֆուտբոլիստների գնդակը, Ղազարյան, Յովրյանը Խառնշփոթ իրավիճակ է տուգանային մատուցներում Բենֆիկայի դեպքում Բենֆիկայի ֆուտբոլիստները կարող են խլելով հակագրոյի փորձ, Մխիթարյան, ձախից կա Սահակյանի տարբերակը, Սահակյան ու Շեղը ստացվում Բենֆիկայի գոլադորի արվածը կարող էր հիմա երկրորդ հայտնվել Ռեալի դարպասում, բայց փոքրինչ շեղությամբ գնդակը մոտեց դիմային գիծը արված Ռեալի պաշտպանած դարպասից, բայց սխալվում է կրկին դարպասապա Յովրյան կենտրոնով շարժվում է առաջ, բայց փոքրինչ առաջ թողեց Յովրյանը գնդակը ու Ռեալի հակագրոհն ենք տեսնում Հարությունյան Աչեզով շարժվում է առաջ Հարությունյանը, բայց Մարտիրոսյանի հարվածը բավական բարձր է ստացվում Ոչ խաղարկում է Սարգսյանը Գնդակի խաղի մեջ Արեանը սխալվեց փոխանցում կատարելիս, սակայն լավ է, որ Բենֆիկայի համար այնտեղ այլի ֆուտբոլիստը խախտեց կանոնները Մկրտչյան Յովրյան դեպի Մխիթարյանը Սահակյանի հետ այդ պարտը խաղարկում ստանում է փոխանցումը
Յավրյան, Սահակյան, ինչպիսի կոմբինացիա հիմա Բենֆիկայի կատարմամբ Սահակյանի փոխանցումից հետո Յավրյանը կրկնապատկում է Բենֆիկայի առավելությունը։ Ամեն ինչ առավել քան վատ է հիմա Ռեալի համար, առաջ խաղացում կենտրոնով կարողացնել բայց ավելին կարանդարց ու ակինային հինարություն են ստանալու Ռեալի ֆուտբոլիստները Բարձրից փոխանցում, սակայն այստեղ Ղազարյանը առաջինը հասավ գնդակին Սուրը մրցավարը եզրից շարունակում են Ռեալի ֆուտբոլիստները Խլեց գնդակը, ձախից կա Յավրյանի տարբերակը, այնտեղ էլ Մխիթարյանն է Այդ եզրում, սակայն չգնաց Մխիթարյանը գնդակը Այլ ուղղությամբ էր կարծես թե Փոխանցման սպասում Մխիթարյանը Յավրյանը ամեն ինչ ճիշտ էր արել Նազարյան Նազարյանը Ջան Դուասա դորս Վալա մաստեր Դորսը մեջում Da, պրստեմ կզանգի Սան հետում եզրից Պետրոսյանը, Եգանյան Յավրյանը Մխիթարյանը հետ է խաղում, Մխիթարյան Եչ Ղազարյան Տխման գրողությանը, Եգանյան Հանգիստ խաղարկում են Սեպական Սեդաշտում, Մխիթարյան, հիմա սրում է Մխիթարյանը, Պետրոսյան Յավրյան, ստանում է Պետրոսյանը պատասխան փոխանցում, սակայն դեպի Մկրտչյանը ուղղված փոխանցումը փոքրինչ անհաջող էր Ունով Ռեալի ֆուտբոլիստ արդեն երկրորդ անգամ առաջ է շարժվում, սա Ղազարյանն է 2-3 Ցակիստների հաջողվում է շրջանցել, բայց վերջում հարված է Որքան էլ հաջող չի ստացվում Յավրյան Յավրյանը ևս դրիբլինգի է տիրապետում հիմա Գնաց առաջ Դեպի Պետրոսյանը, Պետրոսյան խաղում է Մկրտչյանի հետ, մնում է Մկրտչյանը ոտքերի վրա, Մխիթարյան, արված Շեղը ստացվում Պարզ իրավիճակում Ռեալի ֆուտբոլիստները սխալվում են ում եզրից Բենֆիկան կնետի Յավրյան, հիմա արվածել է պետք, արվածել Ոքին շեղը ստացվում
առաջ, բայց տակը բոլորի վրայով անցավ։ Ազարյան Արյանին, Պետրոսյան Տարյան Տարյան 2-3 մրցակից հիմա շրջափակել են Մխիթարյանին ու ստիպեցին սխալ փոխանցում կատարել Ղազարյան, միացել է Ղազարյանը թիմի գրոհին, չկար արդյոք խախտում, ոչ, ցույց է տալիս Մուրադյանը Ղազարյանը խաղում է դեպի կենտրոն, հիմա ձախից կա տարբերակ, բայց այսքանով ավարտված է Ռեալի գրոհը Պետրոսյան Այն ինչ մտածել էր Պետրոսյանը իհարկե լավն էր, բայց այն ինչ ստացվեց այդքան էլ լավը չէր Ղազարյան, կա փոխանցում դեպի աջ Ոնց է ստեղել Պետրոսյանը Լավ է պաշտպանվում, եթե ճիշտ նկատեցի եզրից կշարունակեն Ֆուտբոլիստները ավստանքին են կլինի, այա նետը մարենալու է Ղազարյանը Նետի եզրից Փոխանցում առաջ հիմա Քրիստիանը չկարողացավ տիրել գնդակին ու ես մեկ անգամ Սարգսյանը Անցնի գնդակի խաղի մեջ այս անգամ կարճ խաղարկում Մխիթարյան Պետրոսյան, Յավրյանը բայց գնդակը Մկրչյանին, բայց Մկրչյանն էլ ավազի պաչի գտում Այսպես հարվածի փորձը բավական թույլ էր Մարտիրոսյան, աչեզրով շարժվում է Մարտիրոսյանն առաջ, բայց իհարկե դիրքը այստեղ Արյանը չի տա Մխիթարյան, շարժվում է Մխիթարյանը առաջ, 2-3 մրցակիցների շրջանցեց, բայց Մկրտչյանի հարվածը շեղ է ստացվում Սուրում է մրցավարան, Ազարյան Կենտրոն
Ստացվում է պատխարարկումը, բայց Պետրոսյանը Գնացքը խլում է գնդակը, շարունակվեց գրով, սակայն այնտեղ Եգանյանը գնդակն ուղարկեց անկյունային Հարությունյանը իրացնի աչեզի ծանկյունայինը Մարդը շատ է Բենֆիկայի տուգանայինը կա փոխանցումը, բայց հարվածն է պակասում եվս մեկ հարված ու այս անգամ ռեալը կարողանում է գոլ խփել ու կրճատել հաշվի տարբերությունը 2-1 Կարապետյանի խփած գնդակը ավելի հետաքրքրացնել հանդիպումը գնդակ կարելի է հետ վերել այսպիսով Բենֆիկան առաջ շարժվելու է Պետրոսյան Թերյան բարձրից մկրճան ու հիմա շեղությամբ գնդակը անցավ և վերջ առաջին խաղակեսը Պրոտեստը ավարտված է, այո, Մուրադյանը ազդարում առաջի խաղակեսի ավարտը կվերադառնանք քիչ անց Վերցնում է մեզ մոտ երկրորդ խաղակեսը, հիշեցնեմ առաջի խաղակեսից հետո Բենֆիկան 2-1 հաշվով հաղթում է Ռեալին Ռեալի ֆուտբոլիստները Աշխարհակեսի մեկնարկում փորձում են Գիրը ձեռնարկել, սակայն Գավրյանի ու Պետրոսյանի ջանքերով Գիրը չէ զոքանում է հիմա Բենֆիկայի գիրը ձախեզրով Պետրոսյան, Սակյան Թերյան, գրկին դեպի Պետրոսյանը, բայց Բարձեստի դուրս է եկել գնդակը Եզրային նետում կլինի, թե արված դարպասը ձեզից Գնայտ են ռեալի ֆուտբոլիստները Եզերն է հիմա կրկին էր Ֆիրմային անցումներից ձեռնարկել, սակայն Այս անգամ որոշեց հարվածելու փոխարեն փոխանցել, սակայն Ստացվեց Ղազարյան Դեպի Գավրյանը 3-1 Բենֆիկան լավ է սկսում երկրորդ խաղակեսը ու վերադարձնում երկու գնդակի առավելությունը Մեկ հիմա կրկին ռեալը պետք է Մոտքի առաջ ու փորձի հետ վերել կորցրածը Աբոյան Աբոյանը համար պայքար է մաղում, սակայն Գնդակը Բենֆիկայի մոտ, ձախից կան տարբերակներ, Պետրոսյան, ստանում է գնդակը Ձախեզրում, Մավրյան Փոխանցում ու հիմա Սահակյանի հարվածից հետո դարպասած ձողն է փրկում, երկրորդ հարվածն էլ կայացավ, սակայն պաշտպանը փակեց Կարող է հիմա Սահակյանը անել աղթավի վերաբերյալ հարցերը, բայց դեռևս խաղում ինտրիգը կարելի ասել պահպանվում է Հասնի Ղազարյանը գնդակին, այո Խիթարյան Ղազարյան Խիթարյան հիմա Համար պայքար մղեց Կարապետյանն ու խլեց գնդակը Մխիթարյանից, Կարապետյան դեպի աջ Պետրոսյանը վրա ասավ ու
Let's Keracha Sakan. Should be Averiana, but Ջավեր Խոխանցյանը արված ռեալի պաշտպանած դարպասից։ Ղազարյանը, Մխիթարյան, դեպի ձախ, Մավարյան ու Մավարյանը թողնում է գնդակը Մխիթարյանին։ Մխիթարյանը կրկին։ Որցնում է այն։ Աչ։ Կենտրոնով հիմա ցում է ձայնն արկել, բայց սանկավատիր էին ուժերը ու Բենֆիկայի պաշտպանները խելացին այն Ղազարյան։ Միգանյան, Պետրոսյան Սակյան Եգանյան ու հիմա Պետրոսյանը Շորսավ գնդակին չկա խաղթում ծուծ է տալիս Մրցավարը և շարունակել է պետք Ղազարյան, ձախեզրում Աբոյանը բացվել է, սակայն Խոխանցյանը նրան չի հասնում Դոլյան, շարժվում առաջ Հարապետյան, եվս մեկ կրակոց ու այս անգամ շեղությամբ գնդակը Հեռանում է դարպաս դաշտից, Ղազարյան Իսկային գործից Ղազարյանը կչրմուն է Գործներ են, բայց ամենիչ վարա, ժողովորդվեց Բենֆիկայի համար, Մկրչյան Չեղկեց աչեզրով, բայց հարված արդեն Շեղ ստացվեց Անդունյան վերջապես հասավ գնդակը զախան Աբոյանին, շրջանցում է Ղազարյանին Աբոյանը Նախնագերությունը դեպի աչ Աբոյան, հիմա կենտրոնում է հայտնվել Աբոյանը Իտալիան ներված փոխանցում է, բայց չստացվեց ու Մարյանն է միացել գրոհին, Մխիթարյան, շարժվում է կենտրոնով Մխիթարյանը Կրկին Սահակյանի ուղղությամբ, Սահակյան ու գոլ Գոլ գնդակը դարպասում է, այս անգամ Սահակյանի փոխանցումից հետո Մկրչյանն է գրավում ռեալի դարպասը Չորս մեկ հանդիպան ելքի վերաբերյալ այլևս հարցեր չկան, այսօր կաղթի Բենֆիկան բայց ինչ վերջնահաշիվ կտեսնենք, դա դեռ մնում է բաց բավական ժամանակ կա ու քանի գոլ ևս կարող ենք տեսնել ներից թե մեկի թե մյուսի կատարմամբ Արյան Ղազարյան հիմա Դենեն է ատխաղում Պետրոսյանն է սոմա Արկեցին ճանապարհը, բայց եզրից Արագ նետեցին, Սահակյան, պահպանի գնդակը դաշտում, բայց Մին այդքան է
Մկրտչյան, առաջ դեպի Մկրտչյանը։ Այս դիրքը Մկրտչյանը։ Մեծ փոխանցում։ Հաջո, Աբոյան։ Ծախվեզում Աբոյանը հիմա։ Նախում առաջ, բայց Հարոյանը։ Յանալի էր ընտրել դիրքը։ Լավ հանդիպում են, անցկաստում Հարոյանն ու Եգանյանը պաշտպանության։ Կենտրոնում թե մեկը թե մյուսը։ Ստա են զգում Մխիթարյան։ Բայց Մխիթարյանը փոխանցման ճանապարհը, Մկրտչյան, Պետրոսյան։ Խելոմ Մխիթարյանը զգնդակը, փոխանցում առաջ, բայց չստացվում, Կարապետյան դեպի ընկերը, բայց Եգանյանը կրկին։ Դեյության տային, Հարոյան։ Պետրոսյանն ուղղված փոխանցումը։ Սխալ ստացվեց։ Աբոյան։ Կենտրոն, բաստր։ Պետրոսյանը նանջում է։ Խելում գնդակը, Ղազարյան։ Մկրտչյան։ Առաջ տողեց գնդակը, կարծես թե չէր նկատել։ Վերահաստավ մրցակցին, Աբոյան։ Դոլյան, պահպանում է Դոլյանը գնդակը, Կարապետյան, հարված է, բավական շար։ Ուսված է հանդիպումը։ Սենտինիգրո, դեպի Սահակյանը փոխանցումը անցավ, Սահակյան ու գոլ, գնդակը դարպասում է, հերթական գնդակը Սահակյանի, հաշիվն էլ դառնում է ավելի խոշոր, 5-1։ Մեկ ու հիմա շատ բան չի մնում Ռեալին անել։ Դոլան, դեպի ձախ։ Աբոյան, Պետրոսյանը ուղղությամբ փոխանցումը, սակայն Յավերյանը խլեց այն, Յավերյան, դեպի Սահակյանը, Սահակյան, հարվածել է պետ Յավերյանը։ Գնդակը դարպասում է, հետրիկ է ձևակերպում Յավերյանը, հաշիվն էլ դառնում է մեզ մոտ 6-1։ Երեք գոլ Յավերյանն է խփել, Սահակյանն էլ ասիստներով է 3 անգամ աչքի ընկել, գումարած 2 խփած գնդակը։ Արդյունավետ են Բենֆիկայի արձակվողները, Կարապետյան դե ավելացնել է պետք։ Հորիզոնական դարպասաձողն է փրկում այսա։ Պայր, կարող էր կրճատել։ Գնդակով Ռեալը, հաշվի տարբերությունը։ Խլում է գնդակը Յավերյանը։ Յավերյանը նույնպես շատ լավ հանդիպում է անցկացնում, բացի խփած գնդակները։ Շատ լավ է աշխատում կիսապաշտպանությունում։ Կարապետյան, Ռեալը։ Կայցակնային հակագրոհի է նետվել, բայց Ղազարյանը ընդհատում այդ հակագրոհը, Մկրտչյան։
Ավերյան դեպի Մխիթարյանը փոխանցում ուժ եղել, բայց ընդունում Մխիթարյանը, սակայն արդեն սեփական տուգանային իմատույցներում Նազարյան կարող է հիմա 7-րորդը հայտնվել, բայց Սահակյանն այլ ուղղությամբ է շարժվում փոխանցումը, մեկ այլ ուղղությամբ էր Աբոյան, ձախեզրով կրկին Աբոյանը նետվում առաջ Վելյան, բայց Վելյանի փոխանցումը կրկին խորնում է Մխիթարյան Ավերյան դեպի ձախ, Սահակյան Լավոց անայս անգամ ռայալի պաշպանները չեզոքացնած պարնալիքը լավն էր Կարապետյանի գործողությունը, ստանում է նաև պատասխան փոխանցում, բայց հարված է թույլ է ստացվում Ավերյան Սահակյանի հետ պատ է խաղարկում, Ավերյան ու շորորդ անգամ եմ Ավերյանը հասնում հաջողությամբ, հաշիվներ մեզ մոտ արդեն 7-1 է Ռեալի գրավ Արկում են անց կենտրոնում Կարդար դարպասապա անաջող էր երկը հերացել, սակայն Մխիթարյանը ևս Կարողացավ Մեն իմ ամորոձանա Խաղում են ոչ մեկ չի ասա Ինչ քարտը ցույց տալիս Դոլյանին Զարյան դեպի կենտրոն, Մխիթարյան ասավ Սահակյանը գնդակին, բայց բավական Շստացված արված է, ձգվելով հասավ Սահակյանը Ինչպես հարկին չկարողացավ հպվել գնդակին Դրան Ոնց են ունակ մրցակցի Մխիթարյանը, հիմա դարպասապա Հեռստում է Դարկը Մարյանը Անգամ 7-1 հաշվի ժամանակ 100%-ով խաղի մեջ է և Ակցում է բոլոր գնդակները Նոցավ է զայնետումը, Մխիթարյան Աղբանում է Մխիթարյանը գնդակը, բայց Սահակյանի ուղղությամբ փոխանցումը թույլ էր Եզրից Ղազարյան դեպի Ավերյանը, Ավերյան կրկին անցում կենտրոնով Սահակյան ու գնդակը 8-րդ անգամ է հայտնվում դարպասում Աբոյան, Աբոյանի Անցում է Աղոնում է
Ջանելել Ավրյան, լավ նկատեց Պետրոսյանին։ Սան յանակ շարժվում է առաջ է Մխիթարյան Դեպիաչ Ավրյան և հիման Կրչանն է բարելավում Սեփական ցուցանիշները մաշինն մեզ մոտ առնում են մեկ Տումը, բայց հարյանը Կանգում են Ազարյանի ճանապարհին ու միայն անկյունային կլինի Աբոյանը կիրասնի անկյունային է Կապոխանցում, բայց կրկին հարյանը Երաստում է գնդակը և երկրորդ անունց մեջ Անկյունային է, ռեալի կատարման, բարձրից, այս անգամ շատ ավելի լավն էր փոխանցումը, սակայն Կարապետյանը լավ չհարմարվեց գնդակին Հարվածը շեղ ստացվեց Ազարյան ուժեղ հարված առաջ Խլում են ռեալի տղաները, Դոլյան, Կարապետյան Բայց Պետրոսյանը կրկին շահում է դիրքն խլում են Բենֆիկայի համար Խիթարյան, Ազարյան նեյմալ շարժվում առաջ, Ավրյան, Սահակյան, չի ստացվում կրնկով արված է, Ազարյան, Սահակյան, բարձր է։ Գլխով Արացնում է գնդակը Առաջ արի Բեկալ արի առաջ Աչիսկա Կարապետյանը տարբերակը Ունում է ոտքերի վրա Կարապետյանը արված շերեր Գնդակը Ավերյանին արված կարող է նաև փոխանցման վերածվել, բայց ամեն դեպքում վտանգավոր անցյալում է Մուրադյանը ժամացվիցին Կարա յայթը Ոչին գրոք անցկացն է սխաղում, բայց գրոհ է ևս ապարդյուն է Լավի դարպասապայի անալիս ևը ու անկյունային Բենֆիկայի կատարման Քիթարյան դեպի Ձախ է վերջ Ավարտում է Մուրադյանը հանդիպումը վերջ դնելով ռեալի տանջանքներին 9-1 հաշվով
Բենֆիկան հաղթում է Ռեալին ու վերևս ժամանակավորապես, բայց բարձրանում մինչ Պալերմոյի առաջիկա հանդիպում առաջին հորիզոնականը, իսկ հա ձեզ համար մեկնաբանեց Գևորգ Մկրտչյանը, շնորհակալություն, կհանդիպենք ԱՖԼ-ի առաջնությունների շրջանակում, հաջողություն։